Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բլեֆ հաղորդումն է։ Միանգամից ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա տաղավարի հյուրին, իմիջիայլոց այս հյուրը մեր տաղավարում գտնվում է առաջին անգամ, ինչի կապակցությամբ նրան նաև կշնորհավորենք, եւ այսպես երգիչ Վարդան Սարգսյան, բարև Վարդան ջան։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, արդեն լավ։ Առաջին անգամ ես օրինակ եկել մեզ մոտ հյուր։ Ընդհանրապես տենց ընդունված ադատ կար, չէ՞, երբ որ մեկի մոտ առաջին անգամ գնում էին տուն, ինչ որ վազ էին տանում, ինչ որ արձանիկ, ինչի՞ ես ես դադարք ձեռով եկել։ Այ ճիշտ է, չեմ ֆայմը տենց բերեմ։ Սխալի իմն է, երկրորդ անգամ անպայման։ Ահա, ես դրան էի, ասենց շատ սայուն ձևով դրան էի ուզում բերեի, որ մենք ստիպված կլինենք ես երկրորդ անգամ նկարել, որպեսզի դու մեզ թեթև նվեր բերես։ Լավ, Վարդան ջան, անցնենք զուտ սյուժեին, հա, ընդհանրապես սպասում էր, չէր սպասում, կար ինչ-որ մտավախություն, օրինակ կարող է երազեր տեսես սրանից մի շաբաթ առաջ, որ սենց մի բան ա լինելու, ոչ մի նախադրյալ չկար, որ քեզ պետք է նկարեն քեզ մոտ։ Նախ ասեմ, միջև իմ գլխին եկավ այս ամենը, երբ ամեն անգամ դիտում էի այս ծրագիրը, ինձ չգիտես ինչու թվում էր, որ զոհը վերջի պահերին սկսում է հասկանալ, սկսում է խաղալ, տենց տպավորություններ։ Բայց երբ որ ես ինքս ընկա այդ դրության մեջ, հասկացա, որ միջև վերջի պահ ոչինչ չես հասկանում, որտեվ այնպես դրություն է, որ ավելի բորբոքվում ես ու չես էլ մտածում, որ կարող է շուրջը լինեն տեսախցիկներ։ Ու չէ, վատ երազ չէ, տեսա անկեղծ ասած դրանից մի քանի օր առաջ, քանի որ առավոտյան ժամը 1-ին էին հրավիրել համերգի, այդ ապրիլի 7-ի կապակցությամբ մի քիչ կասկածեցի, որտեվ ցերեկվա 1-ն էր, ասացի միգուցե բլեֆ է նկարվում, բայց պարզվեց չէ, նորմալ համերգ էր, ոչինչ չեղավ, բայց արի ու տես։ Մինչև այս դեպքը օրինակ եղել են քեզ մոտ ինչ-որ պահեր, երբ որ իրականում քեզ ինչ-որ միտեղ են հրավիրել, դու մտածել ես, որ բլեֆն է եւ չես գնացել կամ մերժել ես, չորել ես։ Չեմ մերժել, բայց կարծում եմ ոչ միայն ես, այսօր շատ ու շատ կատարողներ, այո, երևի թե բոլորը, ում որտեղ հրավիրում են, առաջի հարցը դա է խոմ, բլեֆը չի։ Կարծում եմ ինձ մոտ նույնպես եղել է։ Բայց գիտես, ինձ միշտ հետաքրքրել է այդ պրիմիտիվ հարցը, որովհետև օրինակ դա էլ է մարդկանց մեջ նստած։ Օրինակ ո՞նց են պատկերացնում, եթե հարցնեմ մի բան հարցնենք, էլի դա կարող է բլեֆն է։ Եթե նույնիսկ դա բլեֆն է, կարող են կողմից ասեն, հա, վայ գիտեք, սա բլեֆն էր, վայ ոնց ասեցիք, որտեղ։ Չէ, մեկը ասելու են ոչ։ Մեկը դու գնալու ես այդ տեղը, չէ, մեկ անգնելու ես այդ մեր սարքած սյուժեից ուղակի մեջ։ Հիմնականում ասենք, եթե համերգ է լինում, համերգի հրավերք, իմանում ես ովքեր են մասնակցում, միշտ նրանցից ես փորձում ճշտել, տենց բան կա, թե հաստատա, թե ոչ։ Օրինակ ինձ մոտ այդ կոնկրետ ապրիլի 7-ի հետ կապված հենց այդպես էր։ Ես զանգարեցի առաջինը Մագային Խաչատրյան, որը վերջերս էր ձեր մոտ հյուր, ասեց, չէ, ամեն ինչ նորմալ է, իսկապես համերգ, որովհետև ցերեկը 1-ին համերգ մի քիչ տարօրինակ էր, բայց պարզվեց, որ իրական է։ Լավ, Վարդան ջան, հիմա մեր հեռուստադիտողներին մի փոքր պատմենք քո սյուժեի վերաբերյալ։ Նախ սկսենք նրանից, որ քեզ զանգարեց Սամվելը Գրիգորյան եւ ասեց, որ կա գործ։ Այսինքն կա պատվեր, որ պետք է երկվի հարսանիքի ժամանակ։ Իմիջիայլոց տես բաներ լինում են, չէ՞։ Որը քո համար այնպես չէր, որ վայ, ես ինչ ասեցինք, սա կարող է բլեֆն է, տես չի։ Այսինքն նորմալ է, երբ որ Սամվելը զանգում է քեզ, ասում է գործ կա հարսանիքի հետ կապված։ Դու գնացիր այդ հանդիպմանը։ Երկու խոսքով ես կխնդրեմ, ես տեղյակ եմ, դու պատմես ուղղակի, ես ուզում եմ քո պատմած ավելի կոնկրետ կլինի, որովհետև դու դեպքի վայրից ես այս պատմում։ Ամենահետաքրքիր այն էր, որ անցած շաբաթ նույն պատմությունն էր, այսինքն նույնպես միջոցառում էր եւ ես ու Իվետան հրավիրված էինք մեր նոր երգով, այսինքն ամեն ինչ նորմալ էր։ Սամվելը երբ որ զանգարեց, ասեց, այնտեղ մարդիկ են եղել, որոնց մոտ ամսի 18-ին միջոցառումը, ուզում են նորից այդ երգը տեսնել։ Այսինքն մարդիկ ովքեր եղել են անցյալ հարսանիքին, տեսել են նույն երգը, ուզում են պատվիրեն։ Այո, ես Սամվելին ասացի, դու կարող ես ինքդ խոսել, պայմանավորվել, հետո մենք միանգամից այդ օրը կգանք նշված վայր, ինքը ասեց, չէ, որ պարտադիր դու պետք է գաս, իրանք ուզում են անձամբ խոսել եւ այլն եւ այլն։ Երբ որ ես ժամանեցի այնտեղ, իմացա ովքեր են մասնակցում, նորմալ էր, գումարայինը պայմանավորվեցինք, այսինքն դրանից հետո ոչ մի կասկած չկար, հետո իրանք փորձեցին անպայման կանխավճար ինձ տալ։ Իմիջիայլոց արի դրանից խոսենք։ Օրինակ, երբ որ քեզ ուզեցել են կանխավճար տալ, դու դիմադրում էիր կանխավճարին, պահեք, հետո կվերցնենք եւ այլն եւ այլն։ Ընդունված կարգ չի կանխավճար տալը։ Չէ, այս դեպքում բարական այն էր հրավիրողը, այսինքն փեսացուն, տվյալ դեպքում այնքան համեստ էր նստած, ու ինչ որ փորձում էր գումարը իջեցնել, չենք տեղավորվում եւ այլն, ինձ թվաց իրանք խնդիրներ ունեն։ Ես ասացի դուք հարսանիքի մեջ եք, դուք երևի շատ ծախսեր ունեք մինչ այդ օրը, թող մնա այդ օրը կտակ։ Հետո երբ որ Սամվելն էր արդեն առաջարկել, ես ավելի հանգիստ է, եթե ուղղակի միանգամից ինձ զանգարած լինեին, բնականաբար կանխավճար կփորձեի վերցնել։ Լավ, սիրելի հեռուստադիտողներ, վերջում ստացվեց այնպես, որ Վարդանը վերջին վերջում վերցրեց այդ կանխավճարը երկար համոզելուց հետո բնականաբար ծրար, որտեղ գտնվում էր 500 ամերիկյան դոլար, ճիշտ է։
Ցավոք սրտի, քանի որ սա բլեֆ հաղորդումն է, չէր կարող ամեն ինչ տենց շատ հետաքրքիր, շատ սայուն, սենց գլատկի սենց անցներ գնար։ Բնականաբար այդ $500 պետք է լինեին կեղծ։ Այո։ Համաձայն ես։ Այո։ Ես առաջարկում եմ հիմա արի դիտենք սյուժեն, որովհետև ես ուզում եմ անպայման մեր հեռուստադիտողները տեսնեն, թե այնտեղ ինչ կատարվեց, հետո մենք խոսենք այդ կատարվածի մասին։ Եվ այսպես Վարդան Սարգսյան։ Երգիչ Վարդան Սարգսյանը հրավեր էր ստացել Հարսանյաց հանդեսին երգելու։ Հարսանյաց հանդեսը իբր վարելու էր այսօրվա բլեֆի համախոհ բլեֆի նախկին զոհ Սամվել Գրիգորյանը։ Хорошо, որոշեք գումար, որտեղ դրողը միշտ չկա, ոնց է դիմարը։ Դերասանները $500 ԱՄՆ, իհարկե ֆալշ դոլարներ, դրեցին ծրարի մեջ եւ որպես կանխավճար հանձնեցին երգչին։ Գումարի մնացորդը Հարսանյաց հանդեսին փոխանցելու պայմանով։